Ասում եք ինձ ոչ ոք ոչ խնդրել, ոչ պահանջել, ոչ թելադրել է, ոչ էլ ծրագիր է տվել եւ չի էլ կարող։ Ինչու մինչև վերջ այդ դեպքում չքաղաքականացակ, միգուցե այդպես ավելի հեշտ կլիներ հաջողության հասնել։ Նայեք, ես չեմ համարել, որ մեր շարժման էությունը, բովանդակությունը քաղաքական է։ Ես համարել եմ քաղաքակրթական, լուծումն է քաղաքական։ Շատերը չեն հասկանում սա ինչ է, բայց աշխարհն է այդ պայքարի ու պատերազմի մեջ։ Մենք ո՞նց կարող ենք այլ լինել։ Քաղաքական, այո, լուծումը, այդ վերջին լուծումը պետք է լինի քաղաքական։ Ուզենք, չուզենք, սիրենք, չսիրենք, դա այդպես է։ Եվ դա հիմնական մեծ մասով քաղաքական գործիչների կամ իրենց միջոցով իրականացնելիք ճանապարհն է։ Ես միշտ էլ ասել եմ, կարող եմ բարձրացնել, հասցնել մինչև այն բարձրակետին, եւ ի վերջո մենք հիմա ինչ տառապանքի մեջ ենք, քաղաքական թե քաղաքակրթական։ Մենք արժեքների, այսպես ասած, ճգնաժամի մեջ ենք, թե քաղաքական խոսույթի ճգնաժամի մեջ։ Հիմա ամեն ինչը համարվում է քաղաքական, սիրելի Շավարժ։ Ամեն ինչը, բայց ես ասում եմ Հայաստանում, մեր երկրում, ինչպես նաև կարելի է ասել ամբողջ աշխարհի տարածքով, բայց հատկապես մեր մասին խոսենք։ Քաղաքական կյանք գոյություն չունի։ Քաղաքական կյանքը որտեղ է երևում արտահայտվում։ Ազգային ժողովի ամբիոնում, չէ՞։ Հիմա այդ ամբիոնը ինչին է ծառայում։ Մի քանի օր առաջ եք ընդամենը դուք ականատես եղել պարզ հարցին, ինչպիսի քաղաքական պատասխան է տրվել, չէ՞։ Հիմա դրան քաղաքական ինչ լուծում, ինչ մոտեցում կա։ Սա պետք է բովանդակային իմաստով սրբվի մեր կյանքից։ Այդ վերափոխումը տեղի ունենա։ Իմ կոչումը դա է եղել։ Այո, եւ ես ասել եմ, սա չարիք բերող իշխանությունը, չարիք է սա, չարիք մարմնավորված չարիք։